Կարծում եմ, պարոն Քոչարյանի գիտելիքներն ու իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը TRIP ծրագրի վերաբերյալ, ըստ որի TRIP-ի ուղին հիմնականում սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը, մինչդեռ հայկական շահն այս ձևաչափերում բացակայում է։ Նա նաեւ անդրադարձել է խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում միջազգային գործակցությանը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը զարգացնում է գործընկերային հարաբերություններ տարբեր երկրների հետ, խաղաղ միջուկային տեխնոլոգիաների կիրառման եւ էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով։ Եվ մենք մեր համագործակցությունները զարգացնում ենք տարբեր երկրների հետ, ովքեր տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների։ Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ, Ֆրանսիայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Չինաստանի հետ եւ անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո։ Կառավարության գնահատմամբ խաղաղ միջուկային գործակցությունը կարևոր բաղադրիչ է Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ ռազմավարության համար եւ ենթադրում է միայն անվտանգ, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան լուծումներ։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործընթացը հասունացած է եւ առկա են դրական ազդակներ։ Ըստ նրա իրականացվում են ենթակառուցվածքային նախապատրաստական աշխատանքներ Մարգարայի եւ Ախուրիկի հատվածում, որպիսի հնարավոր որոշումները չխոչընդոտվեն տեխնիկական պատճառներով։ Մարգարայինը պատրաստ է լիարժեք, ես դեռ անցած տարի կարծեմ այցելել եմ լուսաբանվել է կարծեմ։ Մարգարայինը արձակետը լիարժեք պատրաստ է, բայց դա էլ պետք է իմանանք, որ սահմանը բացվելուց հետո այդ կամուրջը, որը կա, ինքը բավարար չի լինելու շատ արագ։ Եվ պետք է մտածել նոր կամուրջի, նոր կամուրջների կառուցման մասին, ընդ որում եւ Մարգարայում եւ Ախուրիկում եւ այսինքն Շիրակի մարզում եւ Արմավիրի մարզում, բայց դա արդեն հետագայի խնդիր է, բնականաբար այդ թեման ավելի կկոնկրետացվի, երբ որ սահմանը բացվի եւ օգտագործվի, չնայած մենք այսօր պայմանավորվածություն ունենք պատմական կամրջի, անի հատվածում պատմական կամրջի վերականգնման մասին, այդ ուղղությամբ քննարկումներ են գնում եւ հնարավոր է նույնիսկ առաջիկայում արդեն գործնական հատվածը սկսի։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև երկաթուղային կապերի վերականգնմանը։ Հայաստանը գրավոր դիմել է Ռուսաստանի Դաշնությանը Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով անցնող երկաթուղային հատվածների վերագործարկման հարցով։ Չնայած պաշտոնական պատասխան դեռ չկա, կառավարությունից հայտնում են, որ գործընթացը շարունակվում է եւ քննարկումները տեղափոխվել են գործնական հարթություն։ Միաժամանակ ընդգծվում է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է ինքնուրույն իրականացնել համապատասխան աշխատանքները։ Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե որոշ քայլեր նպաստում են մարդասիրական խնդիրների լուծմանը կամ տնտեսական փոխադարձ շահերին, դրանք չպետք է արժանանան քննադատության։ Նրա խոսքով հաղորդակցուհիների բացումը, ապրանքների տարանցումը եւ մարդասիրական հարցերի լուծումը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը։ Ադրբեջանը ունի ավելցուկ, Հայաստանը ունի ավելցուկ, դա նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու եւ ինչու՞մ է այստեղ շահագրգռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչու՞մ կարող է լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալ, Ադրբեջանն է շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաեւ Նախճեվանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու, տեսեք մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին եւ Իրանին եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա մեր հնարավորություններն է մեծացնելու արտահանման։ Խոսելով TRIP-ի մասին Փաշինյանը նշել է, որ համաձայն գործող պայմանագրի Հայաստանի սահմանները եւ անցակետերը կլինեն հայկական ինստիտուտների վերահսկողության ներքո, վստահեցնելով այդ գործառույթի արտապատվիրակումը բացառվում է։ TRIP-ը ներդրումային ծրագիր է, տնտեսական ներդրումային ծրագիր է առաջին հերթին եւ այդ նախագծով բազմամիլիոն, 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ Չինաստանին, մենք շատ սերտ գործակցում ենք թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ։ Մենք Չինաստանի հետ, եթե չի նկատվել
ռազմավարական երկխոսություն ենք սահմանել նախորդ տարվա օգոստոսին, սեպտեմբերին Չինաստան կատարած իմ այցի արդյունքներով եւ այդ փաստաթուղթը ընդունվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իմ ունեցած երկկողմ հանդիպման արդյունքներով եւ ես այս տարի եթե հիշողությունս չդավաճանի 2-3 երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, մենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնում ենք։ Նրա խոսքով Հայաստանը կենտրոնացած է սեփական պետականության ամրապնդման եւ երկարաժամկետ զարգացման վրա։ Անդրադառնալով եկեղեցի պետություն հարաբերություններին, Փաշինյանը հայտարարեց, որ համակարգային հակամարտություն գոյություն չունի։ Չկա եկեղեցի պետություն հակամարտություն, ինչպես դուք նշեցիք, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, եւ մենք բոլոր հնարավոր միջոցները թույլատրելի եւ օրինական ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար։ Վարչապետը խոսեց նաև էներգետիկայի, Սևանա լճի բնապահպանական խնդիրների եւ տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցման հնարավորությունների մասին, ընդգծելով, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է դառնալ կայուն, կանխատեսելի եւ անվտանգ պետություն, բաց տնտեսական հեռանկարներով։ Բնապահպանական խնդիրների շարքում վարչապետն առանձնակի ուշադրություն է դարձրել Սևանա լճի էկոլոգիական վիճակին, ընդգծելով, որ հարցն այլևս չի կարող հետաձգվել։ Նրա խոսքով, թեև առկա են կեղտաջրերի մաքրման կայաններ, գործող համակարգերը հիմնականում ապահովում են միայն տեխնիկական մաքրում, ինչը բավարար չէ լճի էկոհամակարգի պահպանման համար։ Խոսելով դատական համակարգի բարեփոխումների մասին, վարչապետը նշեց. Կարծում եմ, որ Հայաստանում պետք է ներդրվի երթվյալ ատենակալների ինստիտուտ, որը նաև դատական համակարգի օրգանական շատ կոնկրետ եւ ուղիղ կապ կստեղծի հանրության հետ։ Անդրադառնալով եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանը կարևորեց միջոցառման նշանակությունը Հայաստանի միջազգային տեսանելիության եւ արտաքին քաղաքական օրակարգի առաջխաղացման տեսանկյունից։ Նրա խոսքով, նման ձևաչափի գագաթնաժողովների անցկացումը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու Հայաստանը որպես վստահելի գործընկեր, այլև բարձր մակարդակով քննարկել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ օրակարգային հարցեր։ Այդ համատեքստում վարչապետը խոսեց նաև ԵՄ Հնդկաստան առևտրային խոշոր համաձայնագրից։ Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր մի բան է տեղի ունեցել։ Հնդկաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են առևտրային մեծ պայմանագիր, որը կարծում եմ ուղիղ առնչություն ունի նաև մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության հետ, Ադրբեջանի, Վրաստանի, որովհետեւ կարծում եմ, որ հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը եւ նշանակությունը այդ թվում այդ պայմանագրի բերումով ավելի է մեծանալու, ընդ որում ես չեմ առանձնացնում երկրներից որևէ մեկը, ես խոսում եմ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի մասին եւ իհարկե նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ այստեղ ինչքան շուտ մենք համագործակցության կոնկրետ ձևաչափեր գտնենք, այնքան ավելի լավ կլինի տարածաշրջանի, նրա պետությունների եւ ժողովուրդների եւ իհարկե Եվրամիության եւ Հնդկաստանի մեր գործընկերների համար։ Ըստ Փաշինյանի, թռիփի խաղաղության խաչմերուկ նախագծի եւ Հարավային Կովկասի որպես տարանցման երթուղու նշանակությունը էականորեն մեծանում է։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։